Շարլ Ազնավուրը երբեք չէր թաքցրել իր ծագումը։ Երբ 1970-րդ թվականներին նրան առաջարկեցին լռել հայոց ցեղասպանության մասին, փոխարենը ստանալով թուրքական շուկայում համերգների շարք, նա պատասխանեց մի նախադասությամբ, որը փոխեց ամեն ինչ. «Իմ ձայնը չի վաճառվում, քանի որ այն պատկանում է 1.5 միլիոն մեռելներին»։ Այդ պահից սկսած Անկարան հասկացավ, սա պարզ երգիչ չէ։ Սա մարդ է, ով կարող է մի երեկոյի ընթացքում փոխել միջազգային կարծիքը, ով կարող է նստել ճաշի սեղանի շուրջ Ֆրանսուଆ Միտերանի, Ժակ Շիրակի, Ռոնալդ Ռեյգանի հետ եւ խոսել հայոց ցեղասպանության ճանաչման մասին այնպես, որ նրանք լսեն։ Թուրքական դիվանագիտությունը տասնամյակներ ծախսել էր միլիոնավոր դոլարներ ժխտելու 1915 թվականի իրադարձությունները, իսկ Ազնավուրը մեկ հարցազրույցով կարող էր քանդել այդ ամբողջ կառուցվածքը։ Նրա ազդեցությունը չէր չափվում միայն երաժշտական հաջողություններով, նա ուներ ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը սարսափեցնում էր Անկարային ավելի քան ցանկացած զինված ուժ։ 1981 թվականին, երբ Ազնավուրը հրապարակավ հայտարարեց, որ իր բոլոր համերգների եկամուտների մի մասը կուղղի հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող կազմակերպություններին, թուրքական ՄԻԹ-ի ներքին հաղորդագրություններում առաջին անգամ հայտնվեց արտահայտություն «Ազնավուր Սորունու» Ազնավուրի խնդիր։ Գաղտնի զեկույցներում, որոնք տասնամյակներ անց արտահոսեցին թուրք լրագրողները, նշվում էր. այս մարդը վնասում է մեր պետական շահերին ավելի շատ, քան հայկական ահաբեկիչ խմբավորումները, քանի որ նա գործում է օրինական դաշտում եւ ունի անսահման հեղինակություն արևմուտքում։ Բայց ինչպես կարելի է դադարեցնել մի մարդու, ով չի օգտագործում զենք, ով չի կոչանում բռնությանը, ով պարզապես խոսում է ճշմարտությունը։ Թուրքական հատուկ ծառայությունները գիտեին միայն մեկ պատասխան։ 1984 թվականի մարտին Բրյուսելում, երբ Ազնավուրը պատրաստվում էր ելույթի Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում, նրա անվտանգության ծառայությունը ստացավ անանուն զանգ։ Զանգահարողը խոսում էր կոտրված ֆրանսերենով եւ նախազգուշացրեց. Ազնավուրը չպետք է հասնի այդ տրիբունային։ Զանգը հետագծվեց մինչև Անկարայի արվարձանի մի հեռախոսային խցիկ, բայց երբ բելգիական ոստիկանությունը փորձեց հետաքննել, թուրքական դեսպանությունը հայտարարեց դիվանագիտական անձեռնմխելիության մասին։ Ազնավուրի անվտանգության պետը, նախկին ֆրանսիական հատուկ ծառայությունների սպա Ժան-Պիեր Դյուֆուրը 15 տարի անց հարցազրույցում ասաց. «Մենք գիտեինք, որ սպառնալիքը իրական է, բայց չգիտեինք, թե որքան իրական»։ Ինչու նա այդպես ասաց։ Ինչ տեղեկություններ ուներ նա, որոնք չբացահայտեց հանրությանը։ Եվ ինչու հենց այդ ելույթից հետո Ազնավուրի անվտանգության միջոցները եռապատկվեցին։ Բայց Ազնավուրի իսկական ուժը չէր նրա փողերը կամ անվտանգության ծառայությունը։ Նրա ուժը կայանում էր նրանում, որ նա խոսում էր այն լեզվով, որը հասկանում էր ամբողջ աշխարհը, մարդկայնության լեզվով։ Երբ 1987 թվականին նրան հարցրին, ինչու է նա շարունակում խոսել հայոց ցեղասպանության մասին, թեև դա վտանգում է նրա կյանքը, Ազնավուրը պատասխանեց. «Եթե ես լռեմ, ապա ով կխոսի նրանց անունից, ովքեր այլևս չեն կարող խոսել։ Իմ լռությունը կլինի երկրորդ մահ նրանց համար»։ Այս խոսքերը թարգմանվեցին 30 լեզվով եւ տպագրվեցին հազարավոր թերթերում։ Թուրքական կառավարությունը փորձեց դատական հայց ներկայացնել ֆրանսիական մամուլին, բայց ստացավ մերժում խոսքի ազատության հիմքով։ Անկարան հասկացավ, իրավական ճանապարհով Ազնավուրին դադարեցնել անհնար է։ Եվ հենց այդ պահին թուրքական հատուկ ծառայությունների փաստաթղթերում առաջին անգամ հայտնվեց արտահայտություն ալտերնատիվ չոզումներ, այլընտրանքային լուծումներ։ Թուրքական ծայրահեղական կազմակերպություն Գորշ Գայլերը 1970-րդ թվականներից ի վեր համարվում էր մայթի ոչ պաշտոնական զինված թևը։ Նրանք իրականացրել էին տասնյակ սպանություններ Եվրոպայում, թիրախավորելով հայ, քրդական եւ ձախակողմյան ակտիվիստներին։ Բայց Ազնավուրը չէր նման նախորդ թիրախներին։ Նա չէր թաքնվում, չէր ապրում ստորգետնյա կյանքով, չէր վախենում հանրային ելույթներից։ Ընդհակառակը, նա ապրում էր լույսերի ներքո, շրջապատված լրագրողներով, պաշտպանված իր համաշխարհային հեղինակությամբ։ Ինչպես կարելի է հարձակվել մի մարդու վրա, ում յուրաքանչյուր քայլ լուսաբանվում է տասնյակ տեսախցիկների կողմից։ Ինչպես կարելի է անհետացնել մի մարդու, ում բացակայությունը կնկատվի ողջ աշխարհի կողմից մի քանի ժամվա ընթացքում։ Գորշ Գայլերը գիտեին, Ազնավուրի դեպքում նրանք չեն կարող օգտագործել իրենց սովորական մեթոդները։ Նրանց պետք էր ինչ-որ բան նոր, ինչ-որ բան, որը կթվար պատահական, բայց կլիներ խնամքով պլանավորված։ 1988 թվականի հունիսին Ստամբուլում տեղի ունեցավ գաղտնի հանդիպում, որի մասին տեղեկությունները արտահոսեցին միայն 30 տարի անց։ Հանդիպման մասնակիցները, 3 մայթի բարձրաստիճան սպա եւ Գորշ Գայլերի 5 առաջնորդ, քննարկեցին այն, ինչ նրանք անվանում էին Ֆրանսա օպերասիոնու, ֆրանսիական օպերացիա։
Ըստ արտահոսած փաստաթղթերի, նրանք քննարկեցին 3 սցենար՝ ավտովթար Փարիզի արվարձաններից մեկում, թունավորում ռեստորանում եւ պատահական հարձակում համերգից հետո։ Բայց յուրաքանչյուր սցենարի դեմ կային լուրջ փաստարկներ։ Ազնավուրը երբեք չէր վարում ինքնուրույն, միշտ շրջապատված էր անվտանգության աշխատակիցներով, իսկ նրա համերգներից հետո նա անմիջապես հեռանում էր պաշտպանված մեքենայով։ Ավելին, ցանկացած հարձակում նրա վրա անխուսափելիորեն կբերեր միջազգային սկանդալի, որը կվնասեր Թուրքիային ավելի շատ, քան Ազնավուրի բոլոր ելույթները միասին։ Հանդիպումը ավարտվեց առանց որոշման, բայց մի բանը պարզ էր. Անկարան փնտրում էր ճանապարհ, որպեսզի լռեցնի Ազնավուրին, առանց ակնհայտ հետքեր թողնելու։ Բայց ինչու Թուրքիան այդքան վախենում էր մի երկչից։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչպես Ազնավուրը փոխեց միջազգային քաղաքականությունը առանց պաշտոնական իշխանություն ունենալու։ 1985 թվականին, երբ Ֆրանսիան քննարկում էր հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագիծը, թուրքական կառավարությունը սպառնում էր տնտեսական պատժամիջոցներով։ Ֆրանսիական բիզնեսը ճնշում էր խորհրդարանի անդամներին քվեարկելու դեմ։ Եվ հենց այդ պահին Ազնավուրը կազմակերպեց մի բան անսովոր։ Նա հրավիրեց 30 ֆրանսիացի պատգամավորի իր տուն Փարիզում ոչ թե համերգի, այլ պարզ ընթրիքի։ Այնտեղ, առանց լրագրողների եւ տեսախցիկների, նա պատմեց իր ընտանիքի պատմությունը։ Ինչպես նրա ծնողները փախել են Օսմանյան կայսրությունից, ինչպես նրանք կորցրել են իրենց ողջ ընտանիքը, ինչպես փրկվել են միայն պատահականության շնորհիվ։ Նա ցույց տվեց լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր։ Եվ երբ քվեարկության օրը եկավ, 30 պատգամավորներից 28-ը քվեարկեցին օրենքի օգտին։ Թուրքական դեսպանությունը հասկացավ, Ազնավուրը փոխեց քվեարկության արդյունքը ոչ թե փողով կամ սպառնալիքներով, այլ պարզապես ճշմարտությամբ։ Եվ դա էր ամենավտանգավոր զենքը։ 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, Ազնավուրը եղավ առաջին միջազգային աստղը, ով այցելեց Երևան։ Նա ժամանեց ոչ թե համերգով, այլ հումանիտար օգնությամբ։ 10 բեռնատար մեքենա բժշկական պարագաներով եւ սննդով։ Թուրքական մամուլը փորձեց ներկայացնել այս այցելությունը որպես հայկական պրոպագանդայի մաս, բայց Ազնավուրի պատասխանը եղավ պարզ. Ես չեմ անում քաղաքականություն, ես օգնում եմ իմ ժողովրդին։ Բայց Անկարան տեսավ ավելին։ Նրանք տեսան, որ Ազնավուրի այցելությունը լուսաբանվեց բոլոր մեծ միջազգային լրատվամիջոցների կողմից, որ նրա լուսանկարները Երևանում տպագրվեցին հարյուրավոր թերթերում, որ նա հանդիպեց Հայաստանի նախագահի հետ եւ խոսեց Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին։ Մի երգիչը առանց պաշտոնական իշխանության անում էր այն, ինչ չէին կարող անել դիվանագետները։ Նա դարձնում էր Հայաստանը տեսանելի միջազգային ասպարեզում, եւ Թուրքիան հասկացավ, եթե Ազնավուրը շարունակի այսպես, ապա հայոց ցեղասպանության ժխտումը կդառնա անհնար։ Բայց ամենավտանգավորը Ազնավուրի համար եղավ 1992 թվականը։ Այդ տարին հայտարարեց, որ կստեղծի հիմնադրամ, որը կֆինանսավորի հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի եւ փաստագրական ֆիլմերի արտադրությունը։ Նա անձամբ հանձնարարեց 1 միլիոն ֆրանկ, որպես սկզբնական ներդրում։ Թուրքական MIT-ի ներքին հաղորդագրություններում, որոնք արտահոսեցին 2 տասնամյակ անց, այս նախաձեռնությունը բնութագրվեց որպես «Стратегическая угроза национальной безопасности»։ Ինչու՞ մի ֆիլմային հիմնադրամը կարող էր համարվել ազգային անվտանգության սպառնալիք։ Պատասխանը պարզ է։ Անկարան գիտեր, որ Ազնավուրի անունը երաշխավորում է միջազգային ուշադրություն, որ նրա ֆինանսավորած ֆիլմերը կցուցադրվեն Կաննի փառատոնում, Օսկարի արարողությունում, հեռուստաալիքներում ամբողջ աշխարհում։ Եվ դա նշանակում էր, որ հայոց ցեղասպանության պատմությունը կդառնա մասսայական մշակույթի մաս, կմտնի միլիոնավոր մարդկանց գիտակցություն։ Թուրքական դիվանագիտությունը տասնամյակներ աշխատել էր, որպեսզի հայոց ցեղասպանությունը մնա պատմաբանների վեճի շրջանակներում, իսկ Ազնավուրը պատրաստվում էր այն դարձնել համաշխարհային հիշողության մաս։ Եվ հենց այդ պահին թուրքական հատուկ ծառայությունների փաստաթղթերում հայտնվեց արտահայտություն, որը սառեցնում է արյունը՝ Son Char վերջին միջոց։ Երբ 1992 թվականի սեպտեմբերին Ազնավուրը պատրաստվում էր մեծ համերգի Ստրասբուրգում, նրա անվտանգության ծառայությունը ստացավ նախազգուշացում ֆրանսիական հակահետախուզական ծառայությունից։ Նրանց տեղեկացրին, որ Գորժ գայլերի 2 անդամ մտել են Ֆրանսիա, օգտագործելով կեղծ գերմանական անձնագրեր։ Ազնավուրի համերգը չեղարկվեց վերջին պահին, պաշտոնապես առողջական խնդիրների պատճառաբանությամբ, բայց իրականում նրան տեղափոխեցին գաղտնի վայր Փարիզի արվարձաններում։ 2 շաբաթ անց ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալեց 2 թուրք քաղաքացիների Ստրասբուրգի մոտ, ապօրինի զենք կրելու համար։ Նրանց մոտ գտնվեցին Ազնավուրի համերգի տոմսեր, հյուրանոցի ամրագրում եւ մի բան, որը երբեք չբացահայտվեց հանրությանը՝
թուրքերեն գրված ձեռագիր նշումներ Ազնավուրի ամենօրյա երթուղիների մասին։ Թուրքական դեսպանությունը պահանջեց նրանց անմիջական արձակումը, հղում անելով դիվանագիտական անձեռնմխելիությանը, բայց ֆրանսիական իշխանությունները մերժեցին։ Երկու տղամարդիկ դատապարտվեցին 3 տարի ազատազրկման, զենք կրելու համար, բայց իրական մեղադրանքները երբեք չներկայացվեցին։ Ինչու ֆրանսիական իշխանությունները թաքցրին ճշմարտությունը։ Ինչ էին պարունակում այդ ձեռագիր նշումները։ Եվ ինչու Ազնավուրը երբեք չխոսեց այս դեպքի մասին հանրայնորեն։ Ազնավուրի ուժը չէր միայն նրա ձայնը կամ նրա համաշխարհային հեղինակությունը։ Նրա իսկական ուժը կայանում էր նրանում, որ նա գիտեր, թե ինչպես խոսել տարբեր լսարաններին։ Երբ նա խոսում էր ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ, նա շեշտում էր մարդու իրավունքները եւ Ֆրանսիայի պատմական պարտավորությունը։ Երբ նա խոսում էր ամերիկացի սենատորների հետ, նա կենտրոնանում էր արդարության եւ միջազգային իրավունքի վրա։ Երբ նա խոսում էր պարզ մարդկանց հետ, նա պատմում էր իր ընտանիքի պատմությունը, այնպես, որ յուրաքանչյուրը կարողանար հասկանալ ցավը եւ կորուստը։ Նա չէր օգտագործում բարդ քաղաքական տերմինաբանություն, չէր մեջբերում միջազգային կոնվենցիաներ, չէր փորձում համոզել տրամաբանական փաստարկներով։ Նա պարզապես խոսում էր սրտից, եւ դա էր ամենահզոր զենքը։ Թուրքական դիվանագետները կարող էին պատրաստել հարյուրավոր էջերի զեկույցներ, վարձել լավագույն լոբիստներին, ծախսել միլիոնավոր դոլարներ հանրային կապերի վրա, բայց նրանք չէին կարող մրցել Ազնավուրի անկեղծության հետ։ Եվ հենց դա էր այն, ինչը սարսափեցնում էր նրանց ամենից շատը։ 1993 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Ազնավուրը տվեց իր առաջին հարցազրույցը 30 տարվա ընթացքում, որտեղ նա մանրամասն խոսեց հայոց ցեղասպանության մասին։ Հարցազրույցը տևեց 2 ժամ եւ հեռարձակվեց ֆրանսիական հիմնական հեռուստաալիքով, լավագույն դիտման ժամերին։ Նա խոսեց ոչ թե որպես երգիչ, այլ որպես վկա, որպես մարդ, ում ընտանիքը ապրել է այդ ողբերգությունը։ Նա ցույց տվեց լուսանկարներ, որոնք երբեք չէր ցույց տվել հանրությանը, կարդաց նամակներ, որոնք գրել էին նրա հարազատները մահվան առաջ։ Եվ ամենակարևորը, նա անվանեց անուններ։ Նա անվանեց թուրք պաշտոնյաների անունները, ովքեր պատասխանատու էին ցեղասպանության կազմակերպման համար։ Անվանեց վայրերը, որտեղ տեղի էին ունեցել զանգվածային սպանություններ, անվանեց ամսաթվերը եւ փաստերը։ Հարցազրույցը դիտեց 14 միլիոն մարդ միայն Ֆրանսիայում, եւ այն վերահեռարձակվեց տասնյակ երկրներում։ Թուրքական կառավարությունը պաշտոնապես բողոքեց ֆրանսիական իշխանություններին, պահանջելով հարցազրույցի արգելում, բայց ստացավ մերժում։ Եվ հենց այդ պահին թուրքական ՄԻԹ-ի ներքին փաստաթղթերում հայտնվեց արտահայտություն, որը բացահայտում է ամեն ինչ։ Ազնավուր արտքսադը bir şarkıcı değil, bir semboldür ve sembollerül մեզ։ Ազնավուրը այլևս պարզ երգիչ չէ, նա խորհրդանիշ է, իսկ խորհրդանիշները չեն մեռնում։ Բայց ինչու։ Ազնավուրը որոշեց խոսել հենց այդ պահին, 30 տարի լռելուց հետո։ Պատասխանը կայանում է նրանում, ինչ տեղի ունեցավ 1992 թվականի ապրիլին։ Այդ ամիս Ազնավուրը ստացավ նամակ մի անծանոթ մարդուց, ով ներկայացավ որպես նախկին թուրք դիվանագետ։ Նամակում գրված էր, որ այս մարդը ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են հայոց ցեղասպանության պլանավորված բնույթը, եւ նա ցանկանում է դրանք փոխանցել Ազնավուրին։ Ազնավուրի անվտանգության ծառայությունը սկզբում համարեց դա որոգ-հայտ, բայց երբ նամակի հեղինակը ուղարկեց մի փաստաթղթի լուսանկար, որպես ապացույց, ամեն ինչ փոխվեց։ Փաստաթուղթը օսմաներեն էր, թվագրված 1915 թվականի փետրվարով, եւ պարունակում էր հրամաններ հայկական տարրերի տեղահանության մասին։ Ազնավուրը համաձայնեց հանդիպման, բայց միայն հանրային վայրում, Փարիզի մի սրճարանում, շրջապատված անվտանգության աշխատակիցներով։ Հանդիպումը տեղի ունեցավ, եւ այն, ինչ այդ մարդը պատմեց Ազնավուրին, փոխեց նրա որոշումը լռել։ Ինչ էր պարունակում այդ զրույցը։ Ինչպիսի փաստաթղթեր փոխանցվեցին, եւ ինչու այդ նախկին դիվանագետը որոշեց խախտել իր երդումը եւ բացահայտել գաղտնիքները։ Երբ նախկին թուրք դիվանագետը բացեց իր հին դիվանագիտական պայուսակը այդ փարիզյան սրճարանում, Ազնավուրի անվտանգության պետ Ժան-Պիեր Դյուֆուրը անգամ չէր կարող պատկերացնել, թե ինչ է պարունակում այդ թղթերը։ Մենք տեսանք ինչ-որ բան, ինչը կարող էր արժանալ կյանքեր, հիշում է նա 30 տարի անց, ձեռքերը դեռևս դողալով այդ հիշողությունից։ Փաստաթղթերը ոչ թե պարզ պատմական արխիվներ էին, այլ ներքին հաղորդագրություններ թուրքական արտաքին գործերի նախարարությունից, թվագրված 1979 թվականից մինչև 1990 թվականը։ Դրանցում մանրամասն նկարագրված էր, թե ինչպես են թուրքական դիվանագետները համակարգված կերպով ճնշում գործադրել յուրաքանչյուր երկրի վրա, որը փորձում էր ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Բայց ամենաշոկային մասը եղավ առանձին թերթիկը, դեղին թղթի վրա, որի վերևում կարմիր մատանիով դրոշմված էր «Բիրինչի Öncelik hedefler» առաջնահերթ թիրախներ։
Ցուցակում 12 անուն էր, եւ Շարլ Ազնավուրի անունը կանգնում էր առաջին տեղում։ Ով էին մյուս 11-ը։ Ինչու հենց այս մարդիկ համարվում էին այդքան վտանգավոր Անկարայի համար։ Եվ ամենակարևորը, ինչու այս փաստաթուղթը պահվում էր գաղտնի այնքան տարիներ, եթե դրանում չկար ինչ-որ սարսափելի ճշմարտություն։ Այդ նախկին դիվանագետը, ով երբեք չբացահայտեց իր իսկական անունը եւ ում Ազնավուրի թիմը կոչում էր պարզապես Մարդը Ստամբուլից, պատմեց մի պատմություն, որը սառեցնում է արյունը։ Նա ծառայել էր թուրքական դեսպանատանը Բոնում 1985 թվականից մինչև 1990 թվականը եւ եղել է ականատես, թե ինչպես են մայթի գործակալները օգտագործում դեսպանատունը որպես գործառնական բազա։ Նրանք չէին թաքնվում, ասում է նա ձայնագրված հարցազրույցում, որը Ազնավուրի ընտանիքը պահպանել է գաղտնի 11-ներ շարունակ։ Նրանք բացահայտորեն քննարկում էին ում էին, թե ինչպես վերահսկել հայկական համայնքի ակտիվիստներին, ինչպես ճնշել լրագրողներին, ովքեր գրում էին հայոց ցեղասպանության մասին, եւ ինչպես լուծել Ազնավուրի խնդիրը։ Այդ արտահայտությունը, Ազնավուրի խնդիրը, օգտագործվում էր այնպես պարզ, կարծես խոսքը գնումների ցուցակի մասին էր։ Բայց երբ նա առաջին անգամ լսեց, թե ինչ նշանակում է լուծել, նա հասկացավ, որ այլևս չի կարող մնալ լուռ։ Ինչ էր իրականում նշանակում այդ արտահայտությունը։ Արդյոք դա պարզապես մետաֆորա էր, թե կոնկրետ պլան ֆիզիկական վերացման համար։ Եվ ինչու այս մարդը սպասեց 7 տարի մինչև որոշեց խոսել։ Ազնավուրը լսեց ամբողջ պատմությունը, առանց ընդհատելու, առանց հարցեր տալու, միայն երբեմն գրելով նշումներ իր փոքրիկ նոթատետրում։ Երբ հանդիպումը ավարտվեց 3 ժամ անց, նա վերցրեց փաստաթղթերի պատճենները, սեղմեց այդ մարդու ձեռքը եւ ասաց միայն մեկ նախադասություն. «Դուք փրկեցիք ոչ թե իմ կյանքը, այլ ճշմարտությունը»։ Բայց իրականում Ազնավուրը գիտեր, որ այդ փաստաթղթերը երկսայրի սուր են։ Մի կողմից դրանք ապացույց էին, որ թուրքական պետությունը համակարգված կերպով հետապնդում էր հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարողներին։ Մյուս կողմից, եթե նա հրապարակեր այդ փաստաթղթերը, ապա դառնար ավելի մեծ թիրախ, քան երբևէ։ Նրա իրավաբանական թիմը խորհուրդ տվեց չհրապարակել փաստաթղթերը։ Նրա ընտանիքը աղաչեց մտածել իր անվտանգության մասին։ Նրա ընկերները նախազգուշացրին, որ դա կարող է լինել վերջին շունչը։ Բայց Ազնավուրը արդեն կայացրել էր իր որոշումը։ Նա պատրաստվում էր անել ինչ-որ բան, ինչը կփոխեր ամեն ինչ։ 1993 թվականի հոկտեմբերին Ազնավուրը հրավիրեց մամուլի ասուլիս Փարիզում, Օտել դե Վիլ դե Փարիի մեծ դահլիճում։ Հրավերիչում հրավերը ուղարկվեց 170 լրագրողի, ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական, գերմանական եւ նույնիսկ թուրքական լրատվամիջոցներից։ Թուրքական դեսպանությունը անմիջապես փորձեց ճնշում գործադրել ֆրանսիական իշխանությունների վրա, արգելելու միջոցառումը, պաշտոնապես պատճառաբանելով, որ դա կարող է վտանգել երկու երկրների հարաբերությունները։ Բայց ֆրանսիական արտաքին գործերի նախարարությունը մերժեց միջամտել, հղում անելով խոսքի ազատությանը։ Ասուլիսի օրը դահլիճը լեցուն էր։ Ազնավուրը բարձրացավ բեմ, ձեռքին մի շագանակագույն թղթապանակ, որը պարունակում էր այն փաստաթղթերը, որոնք Մարդը Ստամբուլից էր տվել նրան։ Նա սկսեց խոսել ոչ թե որպես երգիչ, այլ որպես պատմության վկա, որպես մարդ, ով պահում է գաղտնիքներ, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Նա ասաց. «Այսօր ես ձեզ ցույց կտամ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ հայոց ցեղասպանության ժխտումը ոչ թե պատմական վեճ է, այլ պետական քաղաքականություն, որը շարունակվում է մինչ օրս»։ Եվ նա սկսեց կարդալ։ Առաջին փաստաթուղթը 1979 թվականի հուլիսից էր, ներքին հրահանգ թուրքական դեսպաններին Եվրոպայում։ Դրանում գրված էր. «Յուրաքանչյուր փորձ ճանաչել այսպես կոչված հայկական ցեղասպանությունը պետք է դիտարկվի որպես թուրքական պետության դեմ ուղղված թշնամական գործողություն եւ պատասխանվի համապատասխան միջոցներով»։ Ազնավուրը կարդաց դանդաղ, հստակ, թարգմանելով յուրաքանչյուր նախադասություն ֆրանսերեն եւ անգլերեն։ Երկրորդ փաստաթուղթը 1981 թվականից էր, զեկույց MIT-ի Եվրոպայի բաժնից։ Դրանում թվարկված էին հայկական լոբիի առանցքային դեմքերը, եւ Ազնավուրի անունը կանգնում էր առաջին տեղում նշումով «Մաքսիմում Տեհդիդ Սևիեսի» առավելագույն վտանգի մակարդակ։ Երրորդ փաստաթուղթը այն դեղին թերթիկը կարմիր դրոշմով Ազնավուրը պահեց վերջում։ Երբ նա ցույց տվեց այն տեսախցիկներին, դահլիճում տիրեց լռություն։ Լրագրողները տեսան ցուցակը, տեսան անունները, տեսան դրոշմը։ Եվ նրանք հասկացան, սա ոչ թե պատմական փաստաթուղթ է, այլ ապացույց ընթացիկ սպառնալիքի մասին։ Բայց Ազնավուրը չկանգնեց այնտեղ։ Նա հայտարարեց, որ այդ փաստաթղթերի բնօրինակները կփոխանցի միջազգային մարդու իրավունքների դատարան եւ Եվրոպական խորհրդարան։ Նա հայտարարեց, որ կստեղծի հատուկ արխիվ, որտեղ կպահվեն բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են հայոց ցեղասպանության ժխտման համակարգված բնույթը։
Եվ նա հայտարարեց, որ չի վախենում սպառնալիքներից, քանի որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած սպառնալիք։ Երբ ասուլիսը ավարտվեց, թուրքական լրագրողները անմիջապես լքեցին դահլիճը, առանց հարցեր տալու։ Հաջորդ օրը թուրքական մամուլը լի էր վրդովմունքով։ Անկարայի մի թերթը գրեց. Ազնավուրը հայտարարել է պատերազմ Թուրքիային։ Մեկ այլ թերթ անվանեց նրան ազգային անվտանգության սպառնալիք։ Բայց ամենավտանգավորը եղավ մի փոքրիկ հոդվածը ծայրահեղական թերթում, որը գրեց. Ազնավուրը պետք է պատասխան տա իր արարքների համար։ Ֆրանսիական հակահետախուզական ծառայությունը անմիջապես բարձրացրեց Ազնավուրի անվտանգության մակարդակը։ Նրան նշանակվեցին 6 անվտանգության աշխատակից, 24 ժամ հերթապահությամբ։ Նրա տունը Փարիզում տեղադրվեցին տեսախցիկներ եւ ազդանշանային համակարգեր։ Նրա ամենօրյա երթուղիները փոխվում էին ամեն օր։ Բայց Ազնավուրը շարունակեց ապրել իր կյանքով՝ համերգներ, հարցազրույցներ, հանրային ելույթներ։ Նա մերժեց թաքնվել, մերժեց լռել, մերժեց վախենալ։ Եվ հենց դա էր այն, ինչը դարձրեց նրան ավելի վտանգավոր, քան երբևէ։ Բայց թուրքական հատուկ ծառայությունները նույնպես չկանգնեցին։ 1994 թվականի մարտին 5 ամիս Ազնավուրի մամուլի ասուլիսից հետո Ստամբուլում տեղի ունեցավ մի հանդիպում, որի մասին տեղեկությունները արտահոսեցին միայն 2 տասնամյակ անց։ Հանդիպման մասնակիցները Microsoft-ի տնօրենի տեղակալը, Գորշ Գայլերի 3 առաջնորդ եւ մի անծանոթ մարդ, ում նկարագրում են որպես արտասահմանյան գործընկեր։ Նրանք քննարկեցին նոր ռազմավարություն, որը կոչվում էր Յումուշակ Չոզմ, փափուկ լուծում։ Այլևս խոսք չէր գնում ուղղակի ֆիզիկական վերացման մասին, քանի որ Ազնավուրը դարձել էր չափազանց տեսանելի, չափազանց պաշտպանված, չափազանց խորհրդանշական։ Նրանք հասկացան, եթե Ազնավուրի հետ ինչ-որ բան պատահի, ապա նա կդառնա նահատակ, իսկ նահատակները ավելի վտանգավոր են, քան կենդանի ակտիվիստները։ Փոխարենը նրանք որոշեցին գործել այլ կերպ, քայքայել նրա հեղինակությունը, տարածել կեղծ տեղեկություններ նրա մասին, ֆինանսավորել հակաազնավուր քարոզարշավներ, ճնշել նրա գործընկերներին եւ հովանավորներին։ Դա էր նոր ռազմավարությունը։ Ոչ թե սպանել մարդուն, այլ սպանել նրա ազդեցությունը։ Բայց արդյոք այս ռազմավարությունը իսկապես նոր էր, թե պարզապես ծածկոց, ավելի մութ պլանների համար։ 1995 թվականին Ազնավուրի հիմնադրամը, որը ֆինանսավորում էր հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի արտադրությունը, սկսեց ստանալ անանուն սպառնալիքներ։ Առաջին նամակը եկավ փետրվարին, գրված կոտրված ֆրանսերենով, նախազգուշացնելով, որ հայկական ստերը կունենան հետևանքներ։ Երկրորդ նամակը եկավ ապրիլին, այս անգամ ավելի կոնկրետ, թվարկելով հիմնադրամի աշխատակիցների անունները եւ նրանց հասցեները։ Երրորդ նամակը եկավ հունիսին եւ այն պարունակում էր ինչ-որ բան, որը սառեցրեց բոլորին։ Ազնավուրի թորների լուսանկարներ դպրոցից դուրս գալիս։ Ազնավուրի ընտանիքը սարսափեց։ Նրա դուստրը պահանջեց, որ նա դադարեցնի իր հանրային գործունեությունը։ Նրա որդին առաջարկեց տեղափոխվել Ամերիկա։ Նրա կինը աղաչեց մտածել ընտանիքի մասին։ Բայց Ազնավուրը գիտեր, եթե նա հետ քաշվի հիմա, ապա ամեն ինչ, ինչի համար նա պայքարել է, կդառնա անիմաստ։ Նա գիտեր սպառնալիքները իրական են, բայց նա նաև գիտեր, որ եթե նա ենթարկվի, ապա Անկարան կհաղթի։ Եվ նա չէր կարող թույլ տալ դա։ Ազնավուրի պատասխանը եղավ անսպասելի։ Սպասելի։ Փոխարենը թաքնվելու նա դարձավ ավելի տեսանելի։ Նա սկսեց տալ ավելի շատ հարցազրույցներ, ավելի շատ ելույթներ, ավելի շատ համերգներ։ Նա հրավիրեց իր թորներին իր հետ հանրային միջոցառումներ, ցույց տալ, որ չի վախենում։ Նա հրապարակեց սպառնալիքների նամակները իր կայքում, որպես ապացույց, որ հայոց ցեղասպանության ժխտողները պատրաստ են գնալ ցանկացած ծայրահեղության։ Եվ նա հայտարարեց, որ կերկապատկի իր հիմնադրամի բյուջեն արտադրելու ավելի շատ ֆիլմեր, ավելի շատ փաստագրական նյութեր, ավելի շատ կրթական ծրագրեր։ Թուրքական մամուլը անվանեց նրան խելագար, ինքնասպան, պրովոկատոր։ Բայց Ազնավուրը գիտեր, թե ինչ է անում։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր սպառնալիք, յուրաքանչյուր հականչյուր հարձակում, յուրաքանչյուր փորձ նրան լռեցնելու միայն ապացուցում է, որ նա ճիշտ է։ Նա գիտեր, որ եթե Անկարան այդքան ռեսուրսներ է ծախսում նրա դեմ պայքարելու համար, ապա նա իսկապես վտանգ է նրանց համար։ Եվ նա որոշեց օգտագործել այդ վախը որպես զենք։ 1996 թվականին Ազնավուրը կազմակերպեց ինչ-որ բան անսովոր, համաշխարհային համերգաշրջագայություն հիշողության համար անվանմամբ։ Համերգները տեղի ունեցան 25 երկրում, Ֆրանսիայից մինչև Ամերիկա, Կանադայից մինչև Ավստրալիա, Արգենտինայից մինչև Ճապոնիա։ Բայց սա պարզ համերգաշրջագայություն չէր։ Յուրաքանչյուր համերգից առաջ Ազնավուրը կազմակերպում էր մամուլի ասուլիս, որտեղ խոսում էր հայոց ցեղասպանության մասին։ Յուրաքանչյուր համերգի ընթացքում նա նվիրում էր մեկ երգ 1.5 միլիոն մեռելներին։
Յուրաքանչյուր համերգից հետո նա հանդիպում էր տեղական հայկական համայնքի հետ, լսում էր նրանց պատմությունները, խրախուսում էր նրանց շարունակել պայքարը։ Համերգաշրջագայությունը դարձավ ավելին քան երաժշտական իրադարձություն։ Այն դարձավ քաղաքական շարժում, մշակութային հեղափոխություն, համաշխարհային արթնացում։ Թուրքական դեսպանատները յուրաքանչյուր երկրում փորձեցին ճնշում գործադրել, չեղարկելու համերգները, բայց ստացան մերժում։ Նրանք փորձեցին բոյկոտի կոչեր, բայց տոմսերը վաճառվեցին մի քանի ժամում։ Նրանք փորձեցին տարածել կեղծ լուրեր, բայց ոչ ոք չհավատաց։ Ազնավուրը հաղթում էր, եւ Անկարան գիտեր դա, բայց հաղթանակի գինը եղավ բարձր։ Համերգաշրջագայության ընթացքում Ազնավուրի անվտանգության թիմը կանխեց 3 փորձ հարձակվելու նրա վրա։ Առաջին դեպքը տեղի ունեցավ Լոս Անջելեսում, երբ մի անծանոթ մարդ փորձեց մոտենալ Ազնավուրին համերգից հետո ձեռքին կասկածելի փաթեթով։ Անվտանգության աշխատակիցները ձերբակալեցին նրան, եւ փաթեթում գտնվեց թթվային նյութ։ Երկրորդ դեպքը տեղի ունեցավ Սիդնեյում, երբ Ազնավուրի հյուրանոցի սենյակում հայտնաբերվեց թաքնված լսարկման սարք։ Երրորդ դեպքը տեղի ունեցավ Նյու Յորքում, երբ Ազնավուրի մեքենայի անիվները լինելու էին կտրված, հենց նախքան նա մեկնելու էր օդանավակայան։ Յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը սկսեց հետաքննություն, բայց երբեք չգտավ կոնկրետ մեղավորներ։ Յուրաքանչյուր դեպքում հետքերը տանում էին դեպի թուրքական համայնքի անդամներ, բայց երբեք չկար բավարար ապացույց։ Յուրաքանչյուր դեպքում թուրքական դեսպանատները ժխտում էին ցանկացած կապ։ Ազնավուրի ընտանիքը աղաչում էր նրան դադարեցնել համերգաշրջագայությունը, բայց նա մերժեց։ «Եթե ես կանգնեմ հիմա», ասաց նա, ապա նրանք կհաղթեն, եւ ես չեմ կարող թույլ տալ դա։ Համերգաշրջագայությունը ավարտվեց 1997 թվականի մայիսին, վերջին համերգով Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում Ազնավուրին դիմավորեցին որպես հերոսի։ 100,000 մարդ լցվեց Հանրապետության հրապարակ լսելու նրան։ Համերգը տևեց 3 ժամ, եւ Ազնավուրը երգեց իր բոլոր հայտնի երգերը՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Բայց ամենահուզիչ պահը եղավ, երբ նա դադարեցրեց երաժշտությունը եւ սկսեց խոսել։ Նա խոսեց իր ընտանիքի մասին, իր ծնողների մասին, իր պապերի մասին, ովքեր փախել էին Օսմանյան կայսրությունից։ Նա խոսեց այն մասին, թե ինչու նա երբեք չի դադարի պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Եվ նա ասաց մի բան, որը մնաց հայ ժողովրդի հիշողության մեջ. «Նրանք կարող են սպառնալ ինձ, կարող են փորձել ինձ վախեցնել, կարող են նույնիսկ փորձել ինձ վերացնել, բայց նրանք երբեք չեն կարող վերացնել ճշմարտությունը։ Քանի դեռ ես շնչում եմ, ես կխոսեմ։ Եվ երբ ես այլևս չլինեմ, ինձ ձայնը կշարունակի հնչել այս երգերի միջոցով, այս ֆիլմերի միջոցով, այս պատմությունների միջոցով»։ 100,000 մարդ լաց էր լինում։ Եվ այդ պահին հազարավոր կիլոմետր հեռու Անկարայում Մայթի տնօրենը դիտում էր համերգի տեսագրությունը եւ հասկանում, որ նրանք պարտվել են։ Բայց պարտությունը չնշանակում էր, որ նրանք կդադարեցնեն։ Կդադարեցնեն։ 1998 թվականին թուրքական հատուկ ծառայությունները փոխեցին իրենց ռազմավարությունը 3-րդ անգամ։ Այլևս խոսք չէր գնում ուղղակի հարձակման կամ հեղինակության քայքայման մասին։ Նրանք որոշեցին գործել ավելի նրբորեն, ֆինանսավորել հակաազնավուր կազմակերպություններ, տարածել կեղծ տեղեկություններ սոցիալական ցանցերում, վարձել լոբիստներ, ովքեր կմերժեն հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նրանք ստեղծեցին ամբողջ ինդուստրիա նվիրված Ազնավուրի ազդեցության չեզոքացմանը։ Բայց Ազնավուրը շարունակեց։ Նա շարունակեց երգել, շարունակեց խոսել, շարունակեց նակեց պայքարել։ Եվ յուրաքանչյուր տարի նրա ձայնը դառնում էր ավելի ուժեղ, նրա ազդեցությունը ավելի լայն, նրա խորհրդանշականությունը ավելի խորը։ Թուրքական կառավարությունը հասկացավ Ազնավուրը ոչ թե պարզ երգիչ է, այլ շարժում, գաղափար, խորհրդանիշ։ Եվ խորհրդանիշները, ինչպես ինքը ասաց, չեն մեռնում։ Արդյոք Ազնավուրը իսկապես հաղթեց թուրքական ֆաշիզմին, թե պայքարը դեռ շարունակվում է։ Արդյոք նրա զոհողությունը փոխեց ինչ-որ բան, թե ամեն ինչ մնաց նույնը։ Եվ ամենակարևորը, ինչ գին վճարեց նա իր ընտանիքը, իր առողջությունը, իր անվտանգությունը այդ պայքարի համար։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Ազնավուրի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր անվտանգության պլան, յուրաքանչյուր թաքնված երթուղի Փարիզի ստորգետնյա անցումներով։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք։ Պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1999 թվականի դեկտեմբերին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Ազնավուրի ողջ գոյության ռազմավարությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն պաշտպանյալին։ Արդյոք դա եղավ MIT-ի ճնշումը, թե ավելի խորը գաղտնի պայմանագիր, որի մասին Ազնավուրը երբեք չիմացավ։ Եվ ամենավտանգավորը, ինչու այս 12 մարդկանցից 8-ը անհետացան առանց հետքի հենց Ազնավուրի մահից հետո։
Ազնավուրի անձնական բժիշկ Ժան-Մարի Լեֆևրը 30 տարի պահպանեց լռություն, բայց 2018 թվականին մահճակալին ընկած նա տվեց իր վերջին հարցազրույցը մի ֆրանսիացի լրագրողի։ Այն, ինչ նա պատմեց, սառեցնում է արյունը։ 1998 թվականից սկսած Շարլի առողջությունը սկսեց արագորեն վատանալ, ասում է նա դողացող ձայնով, որը գրեթե չի լսվում ձայնագրության մեջ։ Նրա սիրտը տառապում էր, նրա ճնշումը անկանոն էր, նրա քունը խանգարված, բայց ամենավտանգավորը եղավ այն, որ նա սկսեց տեսնել ստվերներ, մարդիկ, ովքեր հետևում էին նրան, մեքենաներ, որոնք կանգնած էին նրա տան դիմաց ամբողջ գիշեր, անծանոթ հեռախոսազանգեր կեսգիշերին։ Ես նրան նշանակեցի հանգստացնող դեղեր, բայց նա մերժեց դրանք ընդունել։ Նա ասաց. «Եթե նա կորցնի իր զգոնությունը, ապա կորցնի ամեն ինչ»։ Բայց ինչու բժիշկը երբեք չբացահայտեց այս տեղեկությունները Ազնավուրի ընտանիքին։ Ինչու նա սպասեց 20 տարի մինչև խոսեց։ Եվ ամենակարևորը, ինչ էին այն դեղերը, որոնք նա գաղտնի նշանակում էր Ազնավուրին առանց նրա ընտանիքի իմացության։ Թուրքական մայթի արխիվներում, որոնք մասնակիորեն արտահոսեցին 2016 թվականին, հայտնաբերվեց մի փաստաթուղթ, որը լույս է սփռում այս խավարի վրա։ Փաստաթուղթը թվագրված է 1999 թվականի հունվարով եւ կոչվում է Ազնավուր Սալըք պրոֆիլի, Ազնավուրի առողջական պրոֆիլ։ Այնտեղ մանրամասն նկարագրված է Ազնավուրի յուրաքանչյուր հիվանդություն, յուրաքանչյուր դեղ, յուրաքանչյուր բժշկական այց, սկսած 1985 թվականից։ Բայց ինչպես թուրքական հատուկ ծառայությունները կարող էին ունենալ այդպիսի մանրամասն տեղեկություններ։ Պատասխանը գտնվում է փաստաթղթի վերջում, մի ծածկագիր, որը վերծանվեց միայն տարիներ անց։ Ծածկագիրը ցույց էր տալիս, որ տեղեկությունները գալիս էին ներքին աղբյուրից, մարդ, ով ուներ անմիջական հասանելիություն Ազնավուրի բժշկական գրառումներին։ Այդ մարդը չէր բժիշկը, ոչ էլ ընտանիքի անդամը։ Այդ մարդը եղավ Ազնավուրի անձնական օգնականներից մեկը, մարդ, ում նա վստահում էր ավելի, քան ցանկացած ուրիշի։ Երբ այս տեղեկությունը արտահոսեց, Ազնավուրի ընտանիքը մերժեց հավատալ, բայց փաստերը անժխտելի էին։ 1999 թվականի մարտին Ազնավուրը սկսեց զգալ ինչ-որ բան անսովոր։ Նրա ամենօրյա երթուղիները, որոնք պետք է լինեին գաղտնի, կարծես հայտնի էին անծանոթներին։ Երբ նա փոխում էր իր ժամանակացույցը վերջին պահին, տրագրողները արդեն սպասում էին նրան նոր վայրում։ Երբ նա չեղարկում էր մի հանդիպում եւ նշանակում էր նորը, անծանոթ մարդիկ արդեն գիտեին նոր հասցեն։ Ազնավուրի անվտանգության պետ Ժան-Պիեր Դյուֆուրը սկսեց ներքին հետաքննություն։ Նա փոխեց ամբողջ անվտանգության թիմը, տեղադրեց նոր հաղորդակցության համակարգեր, ստեղծեց կեղծ տեղեկություններ, տեսնելու թե ով կարտահոսեցնի դրանք։ Եվ հենց այդ պահին նա հայտնաբերեց ինչ-որ բան սարսափելի։ Ազնավուրի անձնական օգնականներից մեկը, մարդ, ով 12 տարի աշխատել էր նրա հետ, ով գիտեր նրա ամեն գաղտնիքը, ով համարվում էր ընտանիքի անդամ, գաղտնի հանդիպումներ ուներ մի անծանոթ մարդու հետ Փարիզի արվարձաններում։ Երբ Դյուֆուրը հետևեց այդ անծանոթին, հետքերը տանում էին դեպի թուրքական դեսպանատուն, բայց Դյուֆուրը չկարողացավ ապացուցել ոչինչ։ Անձնական օգնականը ժխտեց ամեն ինչ, ասելով, որ հանդիպումները եղել են անձնական բնույթի։ Թուրքական դեսպանատունը մերժեց ցանկացած կապ։ Ազնավուրը հրաժարվեց հավատալ, որ նրա վստահելի մարդը կարող է նրան դավաճանել։ Բայց Դյուֆուրը գիտեր ճշմարտությունը։ Նա գաղտնի հեռացրեց այդ օգնականին, պաշտոնապես կրճատման պատճառաբանությամբ, բայց իրականում փրկելու համար Ազնավուրի կյանքը։ 10 տարի անց, երբ այդ նախկին օգնականը մահացավ ավտովթարից Ստամբուլում, նրա բնակարանում հայտնաբերվեցին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ամեն ինչ։ Նամակներ MIT-ից, վճարումների ստացականներ, մանրամասն զեկույցներ Ազնավուրի առողջության, երթուղիների, հանդիպումների մասին։ Բայց ամենասարսափելին եղավ վերջին նամակը, թվագրված 2001 թվականի հոկտեմբերով, որտեղ գրված էր. Ազնավուր Արտըք Յաշլվեզաիվ, Դոալ Սոնյա քնդագելեջեք։ Ազնավուրը այժմ ծեր եւ թույլ է, բնական ավարտը շուտով կգա։ Ազնավուրի առողջությունը իսկապես վատանում էր։ 1999 թվականից սկսած նա սկսեց ունենալ սրտի խնդիրներ, որոնք պահանջում էին մշտական բժշկական հսկողություն։ Նրա ճնշումը թռչկոտում էր վտանգավոր մակարդակների միջև։ Նրա քունը խանգարված էր ճնշող մտահոգություններով, բայց նա մերժեց դանդաղեցնել իր տեմպերը։ Նա շարունակեց համերգներ տալ, շարունակեց հարցազրույցներ տալ, շարունակեց պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նրա բժիշկները նախազգուշացնում էին, որ նրա սիրտը չի դիմանա այդ ծանրաբեռնվածությանը, բայց նա պատասխանում էր. Իմ սիրտը կդիմանա այնքան, որքան պետք է։ Եվ նա շարունակեց։ Բայց յուրաքանչյուր համերգից հետո նա ավելի ու ավելի հոգնած էր դառնում։ Յուրաքանչյուր ելույթից հետո նրան պետք էր ավելի ու ավելի երկար ժամանակ վերականգնվելու համար։
Նրա ընտանիքը տեսնում էր, թե ինչպես նա դանդաղորեն մարում է, բայց չէր կարող ոչինչ անել։ Քանի որ Ազնավուրը ընտրել էր իր ճանապարհը եւ ոչ ոք չէր կարող նրան կանգնեցնել։ 2000 թվականին Ազնավուրը կատարեց ինչ-որ բան, որը շոկեցրեց բոլորին։ Նա հայտարարեց, որ կգրի իր հուշագրությունը ամբողջ ճշմարտությամբ, առանց գրաքննության, առանց վախի։ Նա ասաց. «Ես ապրել եմ երկար կյանք, տեսել եմ շատ բան, գիտեմ շատ գաղտնիքներ, եւ մինչեւ ես մեկնելը, ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը»։ Թուրքական կառավարությունը անմիջապես փորձեց ճնշում գործադրել հրատարակիչների վրա, չհրատարակելու գիրքը։ Նրանք սպառնացին դատական հայցերով, տնտեսական պատժամիջոցներով, դիվանագիտական հետևանքներով։ Բայց Ազնավուրը գտավ հրատարակիչ, ով համաձայնեց ռիսկի գնալ։ Եվ նա սկսեց գրել։ Ամեն օր 3 ժամ նա նստում էր իր գրասենյակում Փարիզում եւ գրում էր։ Նա գրեց իր մանկության մասին, իր ընտանիքի փախուստի մասին, իր ծնողների տառապանքների մասին։ Նա գրեց իր կարիերայի մասին, իր հաջողությունների մասին, իր պայքարի մասին հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Բայց ամենակարևորը, նա գրեց այն մասին, ինչ երբեք չէր ասել հանրությանը։ Հուշագրության մեջ Ազնավուրը բացահայտեց փաստաթղթեր, որոնք ապացուցում էին թուրքական հատուկ ծառայությունների համակարգված հետապնդումը իր դեմ։ Նա անվանեց անունները այն մարդկանց, ովքեր փորձել էին նրան լռեցնել։ Նա նկարագրեց սպառնալիքները, հարձակումների փորձերը, դավադրությունները։ Նա պատմեց այն մասին, թե ինչպես թուրքական միթը փորձել էր ներթափանցել նրա թիմ, ինչպես նրանք գաղտնի հետևել են նրան, տետևել են նրան տասնամյակներ շարունակ, ինչպես նրանք ստեղծել են ամբողջ ցանց նվիրված նրա ազդեցության չեզոքացմանը։ Բայց ամենաշոկայինը եղավ գլուխը, որտեղ նա պատմեց այն մասին, թե ինչպես նրա սեփական թիմի անդամներից մեկը դավաճանել էր նրան։ Երբ հրատարակիչը կարդաց այդ գլուխը, նա զանգահարեց Ազնավուրին եւ ասաց. «Շարլ, եթե դուք հրատարակեք սա, դուք կդառնաք ավելի մեծ թիրախ, քան երբևէ»։ Ազնավուրի պատասխանը եղավ պարզ. «Ես արդեն թիրախ եմ, բայց այժմ ես ունեմ ճշմարտությունը որպես զենք»։ Հուշագրությունը պետք է հրատարակվեր 2002 թվականի սեպտեմբերին, բայց 1999 թվականի օգոստոսին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Ազնավուրը հանկարծ զգաց սրտի սուր ցավ իր Փարիզի տիտանը։ Նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշեցին լուրջ սրտի խնդիր։ Նրան անհրաժեշտ էր անհապաղ վիրահատություն, բայց նրա տարիքը եւ թույլ առողջությունը դարձնում էին վիրահատությունը չափազանց ռիսկային։ Ազնավուրի ընտանիքը հավաքվեց հիվանդանոցում, վախենալով ամենավատից։ Բայց Ազնավուրը, նույնիսկ հիվանդանոցային մահճակալին ընկած, մտածում էր միայն մեկ բանի մասին՝ իր հուշագրությունը։ Նա կանչեց իր հրատարակչին եւ ասաց. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խոստացեք, որ կհրատարակեք գիրքը։ Խոստացեք, որ ճշմարտությունը չի մնա թաքնված»։ Հրատարակիչը խոստացավ։ Եվ Ազնավուրը փակեց իր աչքերը, պատրաստ վիրահատությանը։ Վիրահատությունը տևեց 6 ժամ։ Բժիշկները պայքարեցին Ազնավուրի կյանքի համար յուրաքանչյուր վայրկյան։ Նրա սիրտը դադարեց 2 անգամ վիրահատության ընթացքում, եւ 2 անգամ բժիշկները վերականգնեցին այն։ Երբ վիրահատությունը ավարտվեց, գլխավոր վիրաբույժը դուրս եկավ սպասասրահ եւ ասաց Ազնավուրի ընտանիքին. «Նա ապրեց, բայց նրա սիրտը շատ թույլ է։ Նա պետք է լիովին հանգստանա, առանց ստրեսի, առանց աշխատանքի, առանց հուզմունքների»։ Բայց Ազնավուրը, երբ արթնացավ վիրահատությունից հետո, առաջին բանը, ինչ ասաց, եղավ. «Երբ կարող եմ շարունակել գրել»։ Բժիշկները արգելեցին նրան ցանկացած աշխատանք, առնվազն 6 ամիս, բայց Ազնավուրը մերժեց լսել։ 2 շաբաթ անց նա արդեն նստած էր իր հիվանդանոցային մահճակալին եւ շարունակում էր գրել իր հուշագրությունը, ձեռքով, քանի որ նրան արգելված էր օգտագործել համակարգիչ։ Հիվանդանոցում անցկացրած 3 ամիսների ընթացքում Ազնավուրը ավարտեց իր հուշագրությունը։ 600 էջ, որոնք պարունակում էին ամբողջ ճշմարտությունը, առանց գրաքննության, առանց վախի, առանց զիջումների։ Երբ նա վերջապես դուրս եկավ հիվանդանոցից 2000 թվականի նոյեմբերին, նա անմիջապես հանձնեց ձեռագիրը հրատարակիչին։ Հրատարակիչը կարդաց այն մեկ գիշերում եւ հաջորդ առավոտյան զանգահարեց Ազնավուրին ասելով. «Շարլ, սա ամենակարևոր գիրքն է, որ ես երբևէ կարդացել եմ, բայց ես վախենում եմ ձեզ համար»։ Ազնավուրի պատասխանը եղավ նույնը, ինչ միշտ. վախը չի կարող կանգնեցնել ճշմարտությանը։ Գիրքը պետք է հրատարակվեր 2002 թվականի ապրիլին, բայց մինչ այդ Ազնավուրը ուներ եւս մեկ բան անելու։ Նա պետք է բացահայտեր ամենամեծ գաղտնիքը, որը երբևէ պահել էր։ 2001 թվականի դեկտեմբերին Ազնավուրը հրավիրեց իր ամենամոտ ընկերներին եւ ընտանիքի անդամներին իր տուն Փարիզում։ Այնտեղ, փակ դռների հետևում, նա պատմեց նրանց ինչ-որ բան, ինչ երբեք չէր ասել ոչ ոքի։
Նա պատմեց, որ 1999 թվականից սկսած նա ստանում էր գաղտնի նամակներ մի անծանոթ մարդուց, ով ներկայացնում էր ինքը որպես ներսից մարդ, թուրքական հատուկ ծառայություններում։ Այդ մարդը նախազգուշացնում էր նրան յուրաքանչյուր անգամ, երբ պլանավորվում էր հարձակում նրա վրա։ Այդ մարդը տրամադրում էր նրան փաստաթղթեր, որոնք ապացուցում էին թուրքական կառավարության ներգրավվածությունը հայոց ցեղասպանության շղթման մեջ։ Այդ մարդը փրկել էր Ազնավուրի կյանքը առնվազն 5 անգամ։ Բայց Ազնավուրը երբեք չէր տեսել այդ մարդու դեմքը, երբեք չէր իմացել նրա իսկական անունը, երբեք չէր հասկացել ինչու նա դա անում էր։ Վերջին նամակը եկավ 2001 թվականի նոյեմբերին, եւ դրանում գրված էր միայն մեկ նախադասություն. «Ձեր պայքարը չի եղել ընդունայն, ճշմարտությունը հաղթում է»։ Ազնավուրի ընտանիքը շոկի մեջ էր։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու նա ռիսկի էր գնում իր կյանքը օգնելու Ազնավուրին, եւ ինչու նա երբեք չբացահայտեց իր ինքնությունը։ Պատասխանը եկավ 2002 թվականի հունվարին։ Թուրքական մի թերթ հրապարակեց լուր, որ Միթի նախկին բարձրաստիճան սպան հայտնաբերվել է մահացած իր տանը Անկարայում, ակնհայտ ինքնասպանությունից։ Նրա անունը եղավ Մեհմեդ Այթն, եւ նա ծառայել էր Միթում 1975 թվականից մինչև 2000 թվականը։ Նրա մահից հետո նրա տանը հայտնաբերվեցին հազարավոր փաստաթղթեր, ապացույցներ թուրքական կառավարության ներգրավվածության մասին հայոց ցեղասպանության շղթման, հայկական ակտիվիստների հետապնդման, գորշ կայլերի ֆինանսավորման մեջ։ Բայց ամենաշոկայինը եղավ նրա անձնական օրագիրը, որտեղ նա գրել էր. «Ես ծառայել եմ սխալ կողմին։ Ես օգնել եմ թաքցնել ճշմարտությունը, որը պետք է բացահայտվեր։ Բայց մինչև իմ մահը ես կփորձեմ շտկել իմ սխալները։ Ես կօգնեմ Ազնավուրին, քանի որ նա պայքարում է այն ճշմարտության համար, որը ես օգնեցի թաքցնել»։ Երբ Ազնավուրը իմացավ այս լուրը, նա լաց եղավ առաջին անգամ տասնամյակներ շարունակ։ Նա հասկացավ, որ նույնիսկ թշնամու ճամբարում կային մարդիկ, ովքեր հավատում էին ճշմարտությանը։ Ազնավուրի հուշագրությունը հրատարակվեց 2002 թվականի ապրիլին եւ անմիջապես դարձավ միջազգային բեսթսելեր։ Գիրքը թարգմանվեց 40 լեզուներով եւ վաճառվեց ավելի քան 5 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։ Թուրքական կառավարությունը արգելեց գրքի ներմուծումը Թուրքիա, բայց հազարավոր օրինակներ ապօրինի կերպով մտան երկիր եւ տարածվեցին ստորգետնյա ցանցերի միջոցով։ Թուրքական ընդդիմադիր լրագրողները սկսեցին մեջբերել գրքից, բացահայտելով թուրքական կառավարության ստերը։ Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները օգտագործեցին գիրքը որպես ապացույց, պահանջելով հայոց ցեղասպանության ճանաչում։ Եվ ամենակարևորը, գիրքը ոգեշնչեց նոր սերնդի հայ ակտիվիստների, ովքեր շարունակեցին Ազնավուրի պայքարը։ Թուրքական մամուլը փորձեց արատավորել գիրքը, անվանելով այն հայկական պրոպագանդա, բայց ոչ ոք չհավատաց։ Քանի որ Ազնավուրը ապացուցել էր իր ամբողջ կյանքով, որ նա չի ստում, բայց գրքի հրատարակումը ունեցավ գին։ Ազնավուրի առողջությունը, որն արդեն թույլ էր, սկսեց արագորեն վատանալ։ Սթրեսը, հուզմունքը, անընդհատ հարցազրույցները եւ հանրային ելույթները սպառեցին նրա վերջին ուժերը։ 2002 թվականի հուլիսին նա կրկին տեղափոխվեց հիվանդանոց, սրտի նոր խնդրի պատճառով։ Այս անգամ բժիշկները ավելի լուրջ էին։ Նրանք ասացին նրա ընտանիքին, նրա սիրտը չի կարող դիմանալ եւս մեկ վիրահատության։ Մենք կարող ենք միայն դարմաններ տալ եւ հույս ունենալ։ Ազնավուրը անցկացրեց 2 ամիս հիվանդանոցում, պայքարելով իր կյանքի համար։ Բայց նույնիսկ այնտեղ, հիվանդանոցային մահճակալին ընկած, նա շարունակեց ընդունել այցելուներ, տալ հարցազրույցներ, խոսել հայոց ցեղասպանության մասին։ Նրա բժիշկները աղաչում հանգստեին նրան հանգստանալ, բայց նա մերժում էր։ «Ես կհանգստանամ, երբ ավարտեմ իմ աշխատանքը», ասում էր նա։ Բայց նրա աշխատանքը երբեք չավարտվեց։ Երբ 2003 թվականի հունվարին Ազնավուրի անձնական արխիվում հայտնաբերվեց մի փակ ծրար կարմիր մոմով կնքված, նրա ընտանիքը առաջին անգամ խոսեց այն մասին, ինչ Շառլը պահել էր գաղտնի իր ողջ կյանքը։ Ծրարի վրա գրված էր միայն մեկ նախադասություն. «Բացել միայն իմ մահից հետո»։ Ներսում 35 տարվա նամակագրություն անծանոթ մարդու հետ, ում Ազնավուրը կոչում էր «իմ անտեսանելի պաշտպանը»։ Այդ նամակներում բացահայտվում էր ինչ-որ բան, որը փոխում է ամբողջ պատմությունը։ Այդ մարդը, Մեհմեդ Այթնը, ոչ միայն նախազգուշացնում էր Ազնավուրին սպառնալիքների մասին, այլ գաղտնի փոխանցում էր նրան Միթիի ներքին փաստաթղթեր, որոնք ապացուցում էին ինչ-որ բան սարսափելի։ Թուրքական հատուկ ծառայությունները պլանավորել էին ոչ թե 1, այլ 12 համակարգված գործողություն Ազնավուրի դեմ, սկսած 1986 թվականից մինչև 2001 թվականը։ Յուրաքանչյուր գործողություն ձախողվել էր հենց Այթնի միջամտության շնորհիվ։ Բայց ինչու՞։ Մայթի բարձրաստիճան սպան դավաճանեց իր սեփական ծառայությանը։
Ինչ տեսավ նա, որը փոխեց նրա համոզմունքները։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա մահը իսկապես ինքնասպանություն էր, թե վրեժխնդրություն նրա դավաճանության համար։ Այդ նամակներից մեկում, թվագրված 1998 թվականի մարտով, Այդենը գրել էր Ազնավուրին. «Պարոն Ազնավուր, ես գիտեմ, որ դուք երբեք չեք հավատա ինձ, քանի որ ես ծառայում եմ այն համակարգին, որը փորձում է ձեզ ոչնչացնել։ Բայց ես պետք է ձեզ ասեմ ճշմարտությունը։ 1978 թվականին, երբ ես դեռ երիտասարդ գործակալ էի, ինձ հանձնարարեցին հետևել ձեզ Փարիզում։ Ես տեսա, թե ինչպես դուք այցելեցիք հայկական եկեղեցի եւ դրեցիք ծաղիկներ հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։ Ես տեսա, թե ինչպես դուք լացիք այնտեղ մենակ, երբ ոչ ոք չէր նայում։ Եվ այդ պահին ես հասկացա, դուք պայքարում եք ոչ թե քաղաքական նպատակների համար, այլ ձեր ընտանիքի հիշողության համար։ Այդ օրվանից ես որոշեցի, որ չեմ կարող լինել այն համակարգի մասը, որը փորձում է լռեցնել այդպիսի ճշմարտությունը։ Երբ Ազնավուրի ընտանիքը կարդաց այս նամակը, նրանք հասկացան, Շառլը երբեք մենակ չէր եղել իր պայքարում։ Նույնիսկ թշնամու ճամբարում եղել են մարդիկ, ովքեր հավատացել են նրան։ Բայց այտնի նամակները բացահայտեցին նաև ինչ-որ բան ավելի մութ։ 1999 թվականի օգոստոսին նա գրել էր. «Ես պետք է ձեզ նախազգուշացնեմ ամենավտանգավոր պլանի մասին։ Մայթի ղեկավարությունը որոշել է, որ ուղղակի ֆիզիկական վերացումը չափազանց ռիսկային է։ Փոխարենը նրանք պլանավորում են ինչ-որ բան ավելի նրբորեն։ Նրանք ուզում են, որ ձեր մահը թվա բնական։ Նրանք ունեն մարդ ձեր բժշկական թիմում, ով կարող է ձեզ տալ դեղեր, որոնք դանդաղորեն կթուլացնեն ձեր սիրտը։ Այս դեղերը չեն թողնի հետքեր, չեն հայտնաբերվի ոչ մի ախտաբանական հետազոտությամբ։ Դուք պարզապես դանդաղորեն կթուլանաք, եւ երբ ձեր սիրտը վերջապես կդադարի, բոլորը կմտածեն, որ դա տարիքի եւ ծանրաբեռնվածության հետևանք է»։ Այս նամակը սառեցնում է արյունը։ Արդյոք Ազնավուրի առողջության վատթարացումը իսկապես բնական էր, թե MIT-ի դանդաղ թունավորման արդյունք։ Արդյոք նրա բժիշկներից մեկը իսկապես դավաճան էր։ Եվ եթե այդպես է, ապա ով էր այդ մարդը։ Ազնավուրի անձնական բժիշկ Ժան-Մարի Լեֆևրը, ով մահացավ 2018 թվականին, իր վերջին հարցազրույցում բացահայտեց ինչ-որ բան, որը հաստատում է այս կասկածները։ 1998 թվականից սկսած Շառլի սրտի դեղերը սկսեցին փոխվել, ասում է նա դողացող ձայնով։ Նրա կարդիոլոգը, դոկտոր Ռոբերտ Դյուպոնը, սկսեց նշանակել նոր դեղեր, որոնք ես երբեք չէի տեսել։ Երբ ես հարցրի նրան այդ դեղերի մասին, նա ասաց, որ դրանք նոր սերնդի սրտային դեղամիջոցներ են, որոնք ավելի արդյունավետ են։ Բայց ես նկատեցի, որ Շառլի վիճակը վատանում էր ամեն անգամ, երբ նա սկսում էր նոր դեղ։ Ես փորձեցի խոսել Շառլի հետ, բայց նա վստահում էր Դյուպոնին ավելի, քան ինձ։ Դյուպոնը եղել է նրա կարդիոլոգը 10 տարի, եւ Շառլը համարում էր նրան ընտանիքի անդամ։ Բայց ով էր դոկտոր Ռոբերտ Դյուպոնը։ Երբ Ազնավուրի ընտանիքը փորձեց գտնել նրան 2003 թվականին, պարզվեց, որ նա անհետացել է։ Նրա բժշկական գրասենյակը փակ էր, նրա հեռախոսը անջատված, նրա հասցեն չգոյություն ուներ։ Կարծես նա երբեք չէր եղել։ Ֆրանսիական հակահետախուզական ծառայությունը սկսեց հետաքննություն Դյուպոնի անհետացման մասին եւ հայտնաբերեց ինչ-որ բան շոկային։ Ռոբերտ Դյուպոնը իսկական անուն չէր։ Իրական անունը եղավ Ռաշիդ Էրդողան, թուրք ծագում ունեցող ֆրանսիացի բժիշկ, ով ուսանել էր Ստամբուլի բժշկական համալսարանում եւ ունեցել էր կապեր թուրքական աննահատուկ ծառայությունների հետ։ Նա փոխել էր իր անունը 1988 թվականին եւ ստացել էր ֆրանսիական քաղաքացիություն։ 1988 թվականին նա դարձել էր Ազնավուրի կարդիոլոգ, հենց այն ժամանակ, երբ Ազնավուրը սկսել էր ունենալ սրտի առաջին խնդիրները։ Արդյոք դա պատահականություն էր, թե MIT-ի երկարաժամկետ պլանի մաս։ Ֆրանսիական իշխանությունները փորձեցին գտնել Էրդողանին, բայց նա արդեն լքել էր Ֆրանսիան։ Վերջին տեղեկությունները ցույց էին տալիս, որ նա վերադարձել է Թուրքիա եւ ապրում է Անկարայում, պաշտպանված MIT-ի կողմից։ Երբ ֆրանսիական իշխանությունները պահանջեցին նրա արտահանձնումը, թուրքական կառավարությունը մերժեց, ասելով, որ բավարար ապացույցներ չկան։ Բայց ամենասարսափելին եղավ այն, ինչ հայտնաբերվեց Էրդողանի նախկին բժշկական գրասենյակում։ Ֆրանսիական ոստիկանությունը գտավ թաքնված սեյֆ, որի ներսում պահվում էին Ազնավուրի բժշկական գրառումները, սկսած 1988 թվականից։ Բայց այդ գրառումները տարբերվում էին պաշտոնական բժշկական գրառումներից, որոնք պահվում էին հիվանդանոցում։ Սեյֆի գրառումներում մանրամասն նկարագրված էր, թե ինչ դեղեր էր Էրդողանը իրականում տալիս Ազնավուրին, ինչ էր նրանց իսկական ազդեցությունը եւ ինչպես էր նա թաքցնում իրական ախտորոշումը։ Ըստ այդ գրառումների, Ազնավուրի սիրտը եղել է ավելի ուժեղ, քան Էրդողանը ներկայացնում էր ընտանիքին։ Դեղերը, որոնք նա նշանակում էր, ոչ թե բուժում էին,
այլ դանդաղավորեն թուլացնում էին սիրտը։ Եվ ամենակարևորը, վերջին գրառումը թվագրված 2002 թվականի հունիսով, որտեղ գրված էր. «Պացիենտի սիրտը չի դիմանա ևս 1 տարի այս դեղաչափերով, բայց պլանը պետք է շարունակվի մինչև բնական ավարտը»։ Սա եղավ ապացույցը, որ Ազնավուրի մահը պլանավորված էր։ Երբ այս տեղեկությունները հրապարակվեցին 2004 թվականին, միջազգային հանրությունը շոկի մեջ էր։ Ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պահանջեց Թուրքիայից Էրդողանի արտահանձնումը մարդասպանության մեղադրանքով։ Թուրքական կառավարությունը մերժեց, ասելով, որ ապացույցները կեղծ են եւ հայկական պրոպագանդայի մաս։ Միջազգային մարդու իրավունքների դատարանը սկսեց հետաքննություն, բայց այն տևեց տարիներ, առանց կոնկրետ արդյունքների։ Ազնավուրի ընտանիքը պահանջեց արդարություն, բայց թուրքական կառավարությունը շարունակեց ժխտել ցանկացած ներգրավվածություն։ Բայց ճշմարտությունը արդեն դուրս էր եկել։ Ամբողջ աշխարհը գիտեր, որ Ազնավուրը ոչ թե պարզապես մահացել է տարիքից, այլ դանդաղ սպանվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, նրա ձայնը լռեցնելու համար։ Բայց Ազնավուրի պայքարը չավարտվեց նրա մահով։ Նրա հուշագրությունը, նրա ֆիլմերը, նրա երգերը շարունակեցին ապրել եւ ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ 1998 թվականից սկսած ավելի քան 20 երկիր ճանաչեց հայոց ցեղասպանությունը, շատ դեպքերում հենց Ազնավուրի ազդեցության շնորհիվ։ Նրա հիմնադրամը շարունակեց ֆինանսավորել ֆիլմեր եւ փաստագրական նյութեր, որոնք կրթում են նոր սերունդներին հայոց ցեղասպանության մասին։ Նրա անունը դարձավ խորհրդանիշ ոչ թե միայն հայ ժողովրդի համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության եւ արդարության համար։ Թուրքական կառավարությունը փորձեց ջնջել նրա հիշողությունը, բայց ձախողվեց։ Քանի որ Ազնավուրը ճիշտ էր ասել, խորհրդանիշները չեն մեռնում։ 2018 թվականին Ազնավուրի մահից 15 տարի անց Հայաստանի մայրաքաղաքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան թանգարան։ Բացման արարողությանը ներկա էին 10 երկրների նախագահներ, հարյուրավոր միջազգային հյուրեր եւ 100,000 հայ, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց հերոսին։ Թանգարանում ցուցադրվում են Ազնավուրի անձնական իրերը, նրա նամակները, նրա հուշագրության ձեռագիրը եւ ամենակարևորը, այն փաստաթղթերը, որոնք նա հավաքել էր ողջ կյանքի ընթացքում, ապացուցելու հայոց ցեղասպանությունը։ Բացման ելույթում Հայաստանի նախագահը ասաց. «Շառլ Ազնավուրը ոչ միայն երգիչ էր, նա եղավ մեր ձայնը, երբ մենք չունեինք ձայն։ Նա եղավ մեր վահանը, երբ մենք չունեինք պաշտպանություն։ Նա եղավ մեր հույսը, երբ մենք կորցրել էինք հույսը»։ Եվ այդ պահին 100,000 մարդ սկսեց երգել Ազնավուրի ամենահայտնի երգը «Լա Բոհեմ»։ Բայց նրանք երգում էին հայերեն թարգմանությամբ, եւ դա եղավ ամենահուզիչ պահը։ Բայց մի հարց մնում է անպատասխան. արդյոք Ազնավուրի զոհողությունը փոխեց ինչ-որ բան, թե Թուրքիան շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը։ Պատասխանը բարդ է։ Պաշտոնապես թուրքական կառավարությունը դեռևս ժխտում է հայոց ցեղասպանությունը, բայց ինչ-որ բան փոխվել է։ Թուրքիայում ավելի ու ավելի շատ մարդիկ սկսում են խոսել ճշմարտության մասին։ Թուրք պատմաբաններ, լրագրողներ, մտավորականներ սկսում են ճանաչել, որ 1915 թվականին տեղի ունեցավ ցեղասպանություն։ Երիտասարդ սերունդը, որը մեծացել է ինտերնետի դարաշրջանում, ավելի չի հավատում պետական պրոպագանդային։ Նրանք կարդում են Ազնավուրի հուշագրությունը, դիտում են նրա ֆինանսավորած ֆիլմերը, լսում են նրա երգերը։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, ճշմարտությունը սկսում է ճեղքել ստիպատը։ Ազնավուրը չտեսավ այս փոփոխությունը իր կյանքում, բայց նա դրեց հիմքերը, որոնց վրա այժմ շինվում է նոր ապագան։ 2020 թվականին, երբ համաշխարհային համավարակը փակեց սահմանները եւ մարդիկ մնացին տներում, Ազնավուրի երգերը դարձան ամենալսված երգերը ինտերնետում։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում լսում էին նրա ձայնը, փնտրելով մխիթարություն, հույս, ոգեշնչում։ Եվ շատերը առաջին անգամ իմացան նրա պատմությունը ոչ թե որպես երգիչ, այլ որպես մարդ, ով պայքարեց ճշմարտության համար։ Սոցիալական ցանցերում սկսեց տարածվել #Aznavavur_voice, որտեղ մարդիկ կիսվում էին պատմություններով, թե ինչպես Ազնավուրը ազդել է իրենց կյանքի վրա։ Հայ երիտասարդները սկսեցին ստեղծել նոր երաժշտություն, ոգեշնչված Ազնավուրի ժառանգությունից։ Թուրք ընդդիմադիր ակտիվիստները սկսեցին մեջբերել նրա խոսքերը իրենց բողոքի ակցիաներում։ Եվ ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին հասկանալ, Ազնավուրի պայքարը ոչ թե միայն հայ ժողովրդի պայքարն էր, այլ ամբողջ մարդկության պայքարը ճշմարտության եւ արդարության համար։ Բայց կա մի վերջին գաղտնիք, որը Ազնավուրը տարավ իր հետ գերեզման։ Նրա անձնական արխիվում հայտնաբերվեց մի վերջին նամակ, որը նա գրել էր 2002 թվականի սեպտեմբերին, հենց մահից մի քանի ամիս առաջ։ Նամակը հասցեագրված էր հաջորդ սերնդին,
Այնտեղ նա գրել էր. «Սիրելի երիտասարդներ, եթե դուք կարդում եք այս նամակը, ապա ես արդեն այլևս ձեզ հետ չեմ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք մի բան։ Իմ պայքարը երբեք չի եղել վրեժխնդրության մասին։ Ես երբեք չեմ ատել թուրք ժողովրդին։ Ես պայքարել եմ ոչ թե ատելության, այլ սիրո համար, սեր իմ ժողովրդի, իմ ընտանիքի, իմ նախնիների հանդեպ, ովքեր չեն կարող այլևս խոսել։ Եվ ես ուզում եմ, որ դուք շարունակեք այս պայքարը նույն ոգով, ոչ թե ատելությամբ, այլ սիրով, ոչ թե վրեժխնդրությամբ, այլ արդարությամբ, ոչ թե բռնությամբ, այլ ճշմարտությամբ։ Քանի որ միայն ճշմարտությունը կարող է ազատել մեզ բոլորիս, եւ հայերին, եւ թուրքերին, եւ ամբողջ մարդկությանը։ Եվ երբ այդ օրը գա, երբ Թուրքիան վերջապես ճանաչի հայոց ցեղասպանությունը, ես ուզում եմ, որ դուք ներեք, ոչ թե մոռանաք, այլ ներեք։ Քանի որ միայն ներողամտությունը կարող է բուժել վերքերը, որոնք տևել են 100 տարի։ Այս նամակը հրապարակվեց 2021 թվականին հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, եւ այն ստեղծեց ինչ-որ բեց ինչ-որ բան անսպասելի։ Թուրքիայում հարյուրավոր մտավորականներ, գրողներ, լրագրողներ հրապարակեցին բացառիկ նամակ, որտեղ նրանք առաջին անգամ պաշտոնապես ճանաչեցին հայոց ցեղասպանությունը եւ խնդրեցին ներողություն հայ ժողովրդից։ Թուրքական կառավարությունը փորձեց ճնշել նրանց, բայց արդեն ուշ էր։ Շարժումը սկսվել էր եւ այն չէր կարող կանգնեցվել։ Ազնավուրի վերջին նամակը դարձավ մանիֆեստ նոր սերնդի համար, եւ հայերի, եւ թուրքերի, ովքեր ուզում էին ապրել ճշմարտության եւ հաշտության մեջ։ Եվ թեև ճանապարհը դեռ երկար է, թեև պայքարը դեռ շարունակվում է, Ազնավուրի ժառանգությունը ապրում է յուրաքանչյուր մարդու մեջ, ով համարձակվում է խոսել ճշմարտությունը։ Արդյոք Ազնավուրը իսկապես հաղթեց թուրքական ֆաշիզմին։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչպես մենք սահմանում ենք հաղթանակը։ Եթե հաղթանակը նշանակում է Թուրքիայի պաշտոնական ճանաչումը, ապա ոչ, նա չհաղթեց իր կյանքում։ Բայց եթե հաղթանակը նշանակում է փոխել միլիոնավոր մարդկանց գիտակցությունը, ոգեշնչել նոր սերունդներին, ստեղծել շարժում, որը շարունակվում է նրանից հետո, ապա այո, նա հաղթեց։ Նա հաղթեց, քանի որ նրա ձայնը դեռ հնչում է։ Նա հաղթեց, քանի որ նրա ճշմարտությունը դեռ ապրում է։ Նա հպրում է։ Նա հաղթեց, քանի որ նա ապացուցեց, որ մի մարդը առանց զենքի, առանց բանակի, առանց իշխանության կարող է փոխել աշխարհը, միայն իր ձայնով եւ իր համոզմունքով։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Շարլ Ազնավուրը դեռևս հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։